Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Բարի ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, խոսենք մի քանի ներքաղաքական զարգացումներից։ Գյումրու ընտրությունները ավարտվել են ապրիլի 16-ին, կարծես թե փորձելու են Թնջուկը լուծել։ Ինչ կանխատեսումներ ունեք, հետևել եք նախընտրական ընթացքին ընդհանրապես ընտրությունների հետ կապված եւ հետընտրական ինչ զարգացումներ եք ընդհանրապես ակնկալում, ինչպիսին է լինելու ի վերջո ընդդիմադիր քաղաքապետ է լինելու, բայց քաղաքը ինչպես են կառավարելու։ Հետաքրքիր հարց է։ Դե իմ համար ամենակարևորը գիտեք ինչ մոմենտն է այստեղ։ Ինձ ագին անգամ առաջարկել են դու մասնակցի մտի մեջը, ես հասկացել եմ դեռ ինչ արա լինելու, այսպես ասած իրար ուտելու են, դա միանշանակ։ Ու ամենակարևորը սենց չի, որ խոսք ունակ, եթե մենք սենց վերցնում ենք, առաջի տեղը բռնեց ԿՊ-ն, չէ՞։ Հետո Կոմկոս, հետո Մարտին, բայց եթե դրանք ստեղծում են կոալիցիան, ԿՊ-ն շանս չունի գնա ու ատորը զբաղացնի։ Բայց իմ համար ամենակարևորը այս թվերը, որ մասնակցել են 37-ից մինչև 40%, այսինքն 60% չեն մասնակցել։ Ամենակարևոր թվերը այս է իմ համար։ Այսինքն ինչ է նշանակում 60% չեն մասնակցել։ Նշանակում է 60% սպասում է նոր ստեղծված երրորդ ուժը, ում որ վստահ է ու գնա իրան հետևից։ Այդ նշանակում է այդ 60%-ը ոչ մեկին չի վստահում, ով մասնակցել այնտեղ։ Այդ շատ կարևոր։ Նույնիսկ նայեք ինչ ա եղել 21 թվում։ Մենք շատ լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է ազգն է ընտրել մեզ։ Ես ասում եմ, թե դա sense չի։ Ազգի անունից դուք իրավունք չունեք խոսալ։ Սահմանադրության օրենքով դուք անցնում եք պարլամենտը, բայց մենք վերցնենք թվերը 21 թվում մասնակցել են ընդհանուր 29%։ 29%-ից դրանք վերցրել են 53%։ Դա ստացվում է 24% ամբողջ այդ մարդկանցից, որ իրավունք ունեն գնան ձայն տան։ 24%։ Եթե մենք դրանից հանում ենք բյուջետներին, բան, հիվանդանոց, դպրոցներ, ուժային կառույցներ, այսինքն ռեսուրսներ է իշխանության։ Այո, եթե դա ենք հանում, ադմինիստրատիվ ռեսուրսներ ենք հանում, տակից մնում է 24-ից մնում է 12։ Հասկանում եք, չէ՞։ Սահմանադրության օրենքով դրանք դառնում են իշխանություն։ Բայց եթե մենք վերցնենք ամբողջ ազգը, դառնում է դրանք ստանում են, sense եթե մենք մաթեմատիկայի բանով գնանք 12% ընդհանուր։ Նույնը Գյումրիում, նայեք, 40% եթե դաժե մասնակցել է, նայեք, բաժանեք ընդհանուրից ինչ կան են վերցրել, ինչ կան են հավաքել։ Այդ նշանակում է մեծնամասնությունը չի գնացել ոչ մեկի հետևից։ Հիմա դա լավ է թե վատ է։ Շատ լավ է։ Լավ է, որ չեն գնացել, ոչ մեկին չեն վստահել, բայց վատ է, որ բնակչությունը դա դուք համարում եք, որ չեն վստահել, չեն գնացել, թե անտարբեր են։ Չէ, անտարբեր չեն, պրոստը ասում են մենք չենք տենում, ում հետևից պիտի գնանք։ Եթե ուրիշ չկա, միայն դրանք են, մենք էլ չենք վստահում իրան, իհարկե մարդ չի գնալու։ Խոսք ունեք, եթե ես մեկին չեմ վստահում, ես իր այդ չեմ գնալու, սուրճ չեմ խմելու։ Ճիշտ է։ Ես կսպասեմ այն զանգը, որ մի հատ մարդ կզանգի, ես կասեմ մեծ հաջողությամբ գանք ու այդ սուրճ կխմեմ ես։ Նույն ընդեղ։ Հիմա ժողովուրդը ասում է, հա, հասկանում ենք, մենք չենք մասնակցում, ԿՊ-ն է մնում։ Բայց ԿՊ-ն մնա, Կոմկոսը մնա, կամ Մարտին կմնա, կամ Արտուր Վանեսյանի թիմն է մնալու։ Իրանց համար այսքան էլ կարևոր չի, որովհետև բոլոր դեպքերում ոչ դրանց չեն հավատում։ Դրա համար այդ 60% սպասում է, որ Հայաստանը պիտի դասավորի առողջ երրորդ ուժը։ Քանի որ չկա, դրանք չեն մասնակցում։ Դրա համար ես նախ եւ առաջ ես ինչու չեմ մասնակցել։ Ես արդեն որպես տեխնացու չեք առաջադրվել։ Չէ, բայց ունեցել եք։ Չեմ էլ ուզեցել։ Չէ, սկզբից նայել եմ, հաշվարկվել եմ բան, հետո նայում եմ ով է մասնակցում, ու ինչ մեխանիզմներ են դեղ աշխատում։ Ես հասկացել եմ իրար ուտելու են նախ եւ առաջ։ Լավ բան չի ստացվելու, գնամ այս շոու ես մասնակցեմ, ես չեմ ուզեցել։ Իմ համար ամենակարևորը այն է, որ ես չվրազեմ քայլերով դասավորեմ առողջ երրորդ ուժը,
որովհետև նույն պահանջը մնում է ոչ թե Գյումրիում, ամբողջ Հայաստանում, ամբողջ Հայաստանը սպասում է նոր ստեղծված մաքուր առողջ երրորդ ուժը։ Այդ են սպասում, մենք էլ պիտի ներկայացնենք։ Այսինքն այդ ուժի ծաղիկներն արդեն երևում են։ Այո, կազմակերպում են։ Մնում է փունջը հավաքել։ Այո, այո։ Այն մոմենտին Հայաստանում, որ մեր բնակիչները, մեր ազգը հավատա, որ իրոք մաքուր թատրոն չկա, այսինքն թակուն խաղեր չգնում, մեկը մեկին չի ֆինանսավորում, նո, գիտեք, նույնը վերցնենք Բագրատ Սրբազանին։ Ժողովուրդը ինչու գնաց հավաքեց 50,000 հոգի մարդ հրապարակում կանգնեց։ Սկզբից հավատել են, որ իրոք երրորդ ուժ է դասավորել։ Հետո առաջի օրը որ տեսել են դեռ մաքուր թատրոն է, ունդեղ ոչ մի բան չկա։ Առաջի հարցը ես միշտ sense եմ դրվում։ Նայեք։ Եթե ես հիմա միտինգներ սկսեմ կազմակերպել Հայաստանում, այդ տեն մեկ չէ, սցենա են դասավորում, մեծ ապարատուրա են դնում, չէ՞։ Ֆինանսներ են պետք, այո։ Թանկանոց հաջույքա չէ։ Ես որ կգնամ կամ մի հատ sense փոքր կալոնկա է ալնելու, մի հատ խոսապող, ինչու որովհետև մենք դրսից ոչ ներսից փողերը չենք ստանում ու մեր մեջքի հետևից ոչ նախկիններ կա, ոչ ներկայաներ կան, ոչ երրորդ ուժ կա դրսից, մենք մեր ուժերով ամեն ինչ կանենք։ Գյումրիում եղել է այդ դրսի ուժը, ազդեցությունը եղել է։ Մենք տենում ենք սցենաներ, այս ապարատուրան, ես հարց եմ տալիս, փողերը որտեղից է։ Առաջի հարցը, որ ես դրում նույն հրապարակում, այս թանկանոց հաջույքը որ դնում եք, ու ես գիտեմ օրվա մեջ մինիմալ էդի սկսվում է, դա sense միջին սկսվում է 2.5 միլիոն դրամից մինչև 5 մինչև 10 միլիոն դրամ։ Միջինը ամնացած sense վերցնենք 2.5 միլիոնից սկսվում է օրվա մեջ։ Եթե ամիսներով կաղնում է այդ թանկանոց հաջույքը դնում են ոնց որ մեծ համերգեր տալիս, չէ՞։ Այդ շատ թանկանոց հաջող է։ Փողը որտեղից է։ Իսկ որտեղից է։ Դուք ունեք ձեր պատասխանը։ Նո, խոսք ունենք, ես հաստատ գիտեմ Բագրատի մոտ այսքան փող չկա։ Իսկ ով է տալիս Բագրատին այդ փողը։ Ես պաստերը չունեմ, ես կարող եմ պատկերացնեմ։ Բայց կասկածանքներ ունեք, եւ ովքեր են տալիս։ Նո, իմ կարծիքով նախկիները հաստատ կաղնած են։ Իսկ նախկիները այդքան հնարավորություն ունեն, դուք ասում եք նաև 20 տարի Հայաստանը թալանել են։ Բացի դրանից դուք ասում եք արտաքին ուժի, իսկ այդ արտաքին ուժը նախկիների նայեք, նախկի ուժեր այսքան փող չեն ծախսում։ Սենց ասի, ես մի հատ հինգեր ունեմ Մոսկվայում։ Ինքը մի անգամ ինձ սենց բան է պատմել, ասում է Հայաստանից մարդիկ գալիս են։ Նո անազգաներ չեմ ուզում տամ, որովհետև ես պիտի դրանից հետո ապացուցեմ, ինք էլ կարող հրաժարվի։ Ասում է գալիս են Հայաստանից, ասում է այսքան փող է պետք որ բան անենք։ Ասում է ինքը ասում է մերոնք էլ ասում են դուք 20 տարի իշխանություն եք եղել, ձեր լիքը փող ունեք։ Ասում է թալանոց վաղացեք եղել, փողերը ունեք, եկել եք սեր փող եք պահանջում։ Սենց բաներ կա։ Բացի դրանից իրոք 20 տարի մարդիկ 10 տարի իշխանություն են եղել, ու կարող է աղքատ մարդիկ են, փող չունեն։ Ես նայում ես, այս մեկին բանկն է, այս մեկին հյուրանոցն է, ոչ թե մի հատ, երկու հատ, 3 հատ դրսում էլ կա բաներ, չէ։ Բարձրադրակ փողն են, իրանց գումարի կարիք չկա։ Դրա համար ես որ նայում եմ սենց շատ օյակապ, թանկանոց հաջույք են դնում սցենայով, միկրոֆոններով, բաներով։ Պարզա, այդ մարդուն որ տենում ես, հասկանում ես, ախպեր դու հաստատ այսքան փող չունես էլի։ Ուրեմն հաստատ մեկը կաղնաց է ու մեջքի հետևից։ Այդ արդեն մաքուր չի։ Համել նույնը Բագրատ Սրբազանը, սա հավատել են, որ երրորդ ուժ ալնելու, չէ, առողջ։ Ինչ է ստացել։ Թատրոն։ Այսինքն այդ թատրոնի երտևում մեր ներքին ուժն է կանգնած, նախկիներն են կանգնած, թե արտաքին ուժն էլ գումարած։ Կա մենք գիտենք, չէ։ Ամեն դեպքում այստեղ շահեր կան, որոնց մասին խոսվում է, ասվում է արտաքին ուժերի հետ կապված, նույն Գյումրին։ Մենք գիտենք, չէ, երկու ձևի ապոզիցիա կա։ Մեկ համակարգի ապոզիցիան, սիստեմատիկ ապոզիցիան, որ գտնվում է իրոք պարլամենտում, դրանք էլ են իշխանություն։ Մեր ապոզիցիան միշտ մոռանում է, որ դրանք էլ են իշխանություն, որովհետև մենք պարլամենտական երկիր ենք, չէ, պետություն ենք։ Եթե դու պատգամավոր ես, դու էլ իշխանությունն ես։ Ուղղակի պրոսպու ձայնը չի երգում, բայց դու իշխանությունն ես, ուզած չուզած։
Դրա համար ու կա ոչ համակարգի օպոզիցիա։ Համակարգից դուրս, այսինքն խոսքունակ ես մենք արտախորհրդանական այո, ուրեմն իսկ ամենավտանգավոր բանը ինչ ա եղել, որ Բագրատ Սրբազան այդ միտինգները կազմակերպել։ Այդ հավատքի, այդ գաղափարը, երրորդ ուժի գաղափարը դրանք ոչնչացրել են։ Ու այդ օպոզիցիան ամեն ինչ անում է, որ երրորդ ուժ Հայաստանում չի դասավորվի։ Կամ իրանց խելքի պատճառով, կամ ինքնադու են անում։ Հատուկ ամեն ինչ անում են, որ Հայաստանը չկարողանա ոտքի վրա կանգնել։ Դրանք սենց են մտածում։ Դե եթե մենք չենք կարող գանք ժողովուրդը մեր հետևից չի գնում, դե թող Նիկոլ Փաշինյան մնա։ Էս է ինձ գաղափարը։ Բայց դուք իմ հարցին չեք պատասխանում։ Արտաքին, երրորդ արտաքին ուժեր։ Բագրատ Սրբազանի հետևից ես չեմ կարծում, որ արտաքին ուժեր ֆինանսավորում են, կարող է ինչ որ բանակցներ գնում են։ Գյումրիի հետ կապված։ Կոմկոսը իրանց բերանով ասում են, որ Զյուգանովն է խոսքա տվել, չգիտեմ, զավոդներ է բացելու, պարախոդներ է սարքելու, չէ, Սինգապուր ենք սարքելու։ Հողեր ենք հետ բերելու։ Ինչ։ Հողեր ենք հետ բերելու։ Հա։ Մանավանդ ռուսներ պիտի հողերը հետ բերեն։ Երկրորդը, եթե երկրորդ տեխնացուի մասին, որ մենք խոսում ենք, իր մեջ հետևից Արտուր Վանեցյանն է կաղնած, դե հաստատ արդեն մենք կարանք ասենք երրորդ ուժի մասին։ Հիմա եթե այսինքն երկու ուժ որ կա գնաց են, անցել են, մանդատները ստանում են, դրանք սա պրոռուսական թիմ են։ Պրոռուսական թիմ են, մանավանդ Գյումրիում այդ նշանակում է, որ 102-րդ բազան կարող է ինչ-որ բանով իրենց օգնել։ Իսկ ապրիլի 16-ին ինչ եք պատկերացնում, ասում եք իրար միս են ուտելու, այսինքն այդտեղ լինելու է ճգնաժամային իրավիճակ եւ ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը։ Թե ճգնաժամը հետո է սպասում, երբ կունենան քաղաքապետ եւ արդեն կառավարումը քաղաքի ցույց կտա, թե ինչ պատկեր ունենք։ Հիմա քանի որ մենք հիմա նստած խոսում ենք, մի մոռացեք, որ այս մոմենտի պետությունը աշխատում է։ Հաստատ բանակցները գնում է։ Ինչ են առաջ քաղաքական առևտրի մասին այո նկատի ունեք։ Այո։ Առևտուրը քաղաքական դաշտում միշտ գնում է։ Ոնց ավարտվելու այդ բանը։ Կարող է sense սիրուն անեն, որ մենք սկզբից չենք հասկանա ինչու մասին են պայման։ Այսինքն գին է ունենալու, ով է այդ գինը վճարելու։ Գինը կա միշտ։ Եթե ոնց որ դուք մտնում եք բանկետ եք պայմանավորվում, բանկը պայմանա դնում, այս պայմանով կարամ տամ։ Կամ sense է սանում կամ չենք պայմանավորվում։ Մենք այդ ճիշտ բառը կօգտագործում, առևտուրը միշտ գնում է ու միշտ կա։ Հիմա մենք կտենանք։ Դեռ հիմա չեմ ուզում այդ մարդու անունը տամ, բայց sense ասեմ կա մեկը, որ իշխանությունը հետ շատ ուժեղ կապեր ունի։ Անու չեք տալիս։ Չէ։ Եվ այդ մեկն է որոշելու ելքը այս ամենը։ Կարող է պայմանավորեն իբրև հակային իբրև, բայց իրականում չէ։ Այսինքն կա մեկը, ով այս թնջուկը կլուծի եւ մենք կտեսնենք այդ արդյունքները։ Հետևենք զարգացումներին Գյումրիի հետ կապված։ Պարոն Պողոսյան, հիմա անդրադառնանք մեկ այլ տեղ, Երևան, Ազատության հրապարակ, մարտի 29-ին փաստորեն արցախցիները հանրահավաք կազմակերպեցին։ Հանրահավաքին մասնակցում էին եւ արցախահայեր, եւ տեղաբնակներ, մի խոսքով բավականին մեծ հանրահավաք ստացվեց, խնդիրների մասին խոսեցին։ Հիմա ուզում եմ հասկանալ, դուք այդ հանրահավաքին մասնակից կամ կազմակերպիչ որտեղ եք եղել։ Ես որպես սովորական մարդ իմ ընկերներով մենք գնացել ենք, լսենք, ինչու մասին են խոսում, ես ոչ մասնակից եմ, ոչ կազմակերպիչ եմ։ Ուղղակի լիքը ընկերներ կա, որոնց մենք ծանոթ ենք, որ գտնվում են այս շարժման մեջ, խոսում ենք, քննարկում ենք, սենց, բայց մենք չենք կազմակերպում ու չենք մասնակցում, բայց կողքը կանգնացենք, սենց ասեմ, ու որպես հայ։ Եվ անդրադառնանք հանրահավաքին հնչեցված խնդիրները, դրանք սոցիալական խնդիրներ։ Ու միստեղ բան կա, ես ուզում եմ մի հատ նշեմ, որ ոչ թե Ղարաբաղցիք կամ արցախցիք ու մեր բնակիչները, Ղարաբաղցիք էլ ունեն կապույտ գույնի ազնագիր, դրանք էլ մեր քաղաքացի են։
Դա մենք միշտ փորձում ենք մեր եթերներից ասել, հասկացնել, պարզապես այստեղ իրադարձությունները հետևյալն են։ Արցախահայությունը բարձրացրեց իր սոցիալական խնդիրները։ 40+10, երբ կառավարությունը որոշեց, որ այսուհետ չպետք է լինի։ Բողոքի ակցիաներ իրականացրեցին արցախցին բերչե այդ կարգախոսներով։ Դրա համար հիմա ես ուզում եմ հասկանալ, որքանով էր արդարացի այդ խնդիրները եւ որքանով էր այդ հանրահավաքը տեղին եւ ժամանակին եւ արդյոք այդ հանրահավաքը իրոք սոցիալական խնդիրների մասն էր խոսում, եթե այնտեղ մենք խոսում ենք նաեւ գերիների մասին, Արցախի թեման փակ չէ դրա մասին, սա ապա քաղաքական թե իրոք սոցիալական, որտեվ դուք ինքներդ ինչպես ասում եք, ակցիան կամ միտինգը, հանրահավաքը դա արդեն քաղաքական ակտ է։ Հանրահավաքը չի կարող լինի սոցիալական կամ ինչ որ չգիտեմ ռազմական, ցանկացած հանրահավաքը հենց սկզբից դառնում է քաղաքական հանրահավաքը։ Ինչ ուզում եք հարցերը բարձրացեք, նույնիսկ եթե դեռ բժշկական հարց ենք բարձրացնում, դառնում է քաղաքական հարց։ Ես չգիտեմ ինչու համար սկզբից դրանք հայտարարել են, որ դա սոցիալական հանրահավաքը, ես այս գաղափարով, այս ճանապարհով ես համաձայն չեմ, այդ ուզած չուզած ոչ թե ես քաղաքացիացնում եմ, ես եմ անում, չէ, հանրահավաքը ցանկացած թեմայով որ մարդ խոսում է, բայց հանրահավաքը դա դառնում է քաղաքական հարցը, թեկուզ էկոլոգիայի մասին։ Ոչ թե դրանք ժամանակ են արել, դա չէ, ուշացումով են արել, վաղուց պիտի այդ ամեն ինչ կազմակերպեն, բայց հասկանում եմ դրանք շատ ցանդր իրավիճակում են գտնվում, իրոք շատ բարդ սոցիալական հարցեր ունեն, չլուծված, ազնագիրների հետ կապված, աշխատանքի բնակարանային ծրագիրը, ամեն ինչով, ապայի հետ կապված, առողջապահ, ամեն ինչով, նույնիսկ մարդիկ համասարանում կարտացել են Հարաբաղում, եկել են ստեղ, խոսք ունենք, ստեղ արդեն բյուջետը իրանց չի վերցնում ձերի, պիտի փողով մտնեն, բայց $1 միլիոն տարվա մեջ չեն կարող տան, այդ համարյա $2,000 ավել փողը, չէ՞։ Դրանք այսքան փող չունեն։ Իմ կարծիքով պետությունը պիտի բոլոր ուսանողներին տա հնարավորություն ձրի սովորելու։ Իսկ բնակարանային ծրագիր ինչպես պետք է իշխանությունը իրականացներ, որ այսպես փաստի առաջ չկանգնեին արցախցիները։ Դա այս առումով բնակարանների հետ կապված, որ դա վարձով են վերցրել, չէ՞։ Նայեք ինչա դարել Հայաստանում առաջի օրվան։ Թանկացումները բնակարանների այդ վարձով գները միանգամից թանկացան այո։ Էդի թուրք չարել է։ Հայեր են բարձրացրել այդ բանը։ Դուք պատկեր կարևորություն այդ մոմենտում պիտի մի հատ օրենք ընդունի, չէ՞, որ ասի իրավունք չունես, որ իմանա գներ եք բարձրացնում 20,000 խոսք ունա 20,000 անգամ դու տուգան կմուծես։ Մի բարձրացրեք, պիտի Նիկոլ Փաշինյան պիտի դիմի ժողովրդին մի բարձրացրեք, չէ՞։ Կամ օրենք ընդունեն միանգամից նույն օր խոսք ունա, որ ալկերվում է, որ դու գների տան վարձը գների բարձրացնում եք։ Բան չեն արել։ Հետո ես գիտեմ սերտիֆիկատներ են տալիս 2 միլիոն դրամ։ Մարդիկ որ ասում են 2 միլիոն դրամով մենք ինչ կարանք առնենք։ Դե ամենայն դեպս Երևանում տուն չեն կարողանում գնել, որովհետեւ բայց նորմալ տուն, նորմալ գյուղում դուք չեք առնելու 2 միլիոնով։ Եվ այստեղ արցախցիներին մեղադրում են, որ նրանք բոլորը քաղաքում են ուզում տեղավորվել եւ ոչ թե գյուղական միջավայրերում։ Իմանայեք, եթե մարդ աշխատեց խոսքի օրինակ Արցախում ինչ որ գինի գործարանում, ապրել Ստեփանակերտում, բնակարանում։ Քաղաքային միջավայրում։ Հա, այդ միջավայրում ինքը ապրեց, հիմա ասում են գնա գյուղում ապրի, ինքը գյուղ գնա ինչ անի։ Հիմա կներեք, վարչապետին կամ փող վարչապետին։ Ես հիմա որ ուղարկեմ գյուղ ապրի, Կովպայի, ինքը կարա գնա Կովպայի։ Ինչ ասելու, բա ես համասարան եմ ավարտել, հետո դրանք են համասարանն ավարտել։ Եթե մարդ չհասկանում կովը ինչա, ոչխարը ինչա, գյուղտեսությունը ինչա, ինքը գնանդեղ ինչ անի, գնանդեղ ինչ նիսը, դաշտում սենց նստի, հա, սաղորասների նայի, հա։ Այսինքն կառավարությունը պետք է ունենալ ըստ տեղանքի եւ ըստ իրենց մասնագիտության, ըստ դիֆերենսան, խոսքի օրինակ, ստատիստիկային հավաքում, խոսքի օրինակ, գյուղում քանի հոգի մարդ են ապրել, այսինքն դուք փորձ ունեք գյուղում ապրելու։ Ինչա պետք, հողերա պետք, հողեր են տալիս, առանց փող, ձերի գնացեք, վերցրեք, աշխատեք։ Բանը վարկել կտանություններով։ Խոսք ունենք, ով է քաղաքում աշխատել, ով է դուպրոցում աշխատել, ով է համասարանում դասատրել, ով է բժիշկ է եղել, ով վարորդ է եղել։
Այսինքն ով քաղաքում ապրել ու գյուղերում ապրել, այս ստատիստիկային հավաքում են ու շատ այսինքն դու կարաս ճիշտ հարցերը բարձրացնես։ Մարտի գալիս են ասում ես կներեք, ցավոտ անեմ։ Դու հադրուտի այս խոսքը օրինակ իմ պապու գյուղն են վերցնել։ Ազյոխում ես ապրել։ Ինչ ես արել։ Ասма Տրակտորիստ եմ եղել։ Տրակտորիստ եմ եղել, չգիտեմ, կով եմ պայել, խոզ եմ պայել, չէ։ Ուրեմն փորձ ունես, չէ, մեզ է շատ է պետք։ Գնա այս գյուղ ապրի, տուն էլ տալիս են քեզ, հողել ենք տալիս, կով էլ վարկել կտան, կով կպայես, խոզ կառնես, գնա ապրի։ Դուք որտեղ եք աշխատել, ես բժիշկ եմ աշխատել, որտեղ խոսք ունենք Ստեփանակերտում։ Շատ կարևոր, կարող է մենք բժշկի պակասություն ունենք։ Դուք ուզում եք ասել, որ սա շատ հեշտությամբ լուծվող հարցեր դեր Եթե պետությունը ցանկություն ունենա։ Այսինքն այն, որ Արցախցին հայտարարում է, որ ինքը բեռ չէ, դուք այդ կարգախոսի հետ համամիտ եք։ Այո։ Եվ որ բարձրացնում են այս խնդիրները, եւս համամիտ եք։ Ինչի հետ համամիտ չեք, որ չօգտագործվեն այս ակցիաները եւ չդառնան քաղաքական ինչ որ ընդ որում իրենք հայտարարում են, չէ՞, որ ապրիլի 15-ի ցույցը ցույց կտա, որ սա միայն արցախցիների հարցը չէ, սա ամբողջ ազգի հարցն է եւ կհաջորդեն զանգվածային միջոցառումները։ Դու ինչքան ես գիտեմ, դրանք 15-ին նոր բիդի Սա հայտարարեն։ ապրիլի 15-ի համար են ասում, որ արդեն այսպեսին կլինի, դա արդեն ամբողջ ազգի համար կլինի։ Նայեք, ամսի 15-ի մի դե հայտարարեն նոր հանրահավաքը եւ այլնելու։ 15-ին ոչ թե հանրահավաքը չկա իմ ինֆորմացիայով։ Բայց նայեք, ամենավտանգավոր բանը ինչ Ո՞րն է վտանգավորը։ Նախ եւ առաջ չփորձեն միանան ոչ առողջ ուժեր, այսինքն այս սաղ նախկիներ իմ համար ոչ առողջ ուժեր են, ինչ որ ուժեր կան պրոռուսական, պրոեվրոպական կամ պրոամերիկական, Այսինքն դրսի ուժերը, անկախ նրանից թե որը կլինի։ Սաղ պրո ուժեր, դրսի ուժեր են, ֆինանսավորում ստանում են դրսից, թույլ չտան, որ իրանց օգտագործեն։ Ես գիտեմ, որ նույնիսկ մարտիկ ուզեցել են գան խոսապողը վերցնեն բան, թույլ չեն տվել ու ճիշտ են արել, որովհետև նորից զգուշացնում եմ դղերքին, որ եթե ձեր մոտ կհայտնվեն այն մարդիկ, որ ժողովուրդը ատում է, այլևս ձեր հետևից ոչ մեկը չի գնալու։ Նույնիսկ եթե դաժե գա Ռոբերտ Քոչարյանի թիմից, Սերժ Սարգսյանի թիմից կամ, չգիտեմ, տարբեր ուժերի թիմից, պրոռուսական, պրոեվրոպական, պրոամերիկական հայտնի են, չէ՞ սա։ Այդ դրանք որ գան ձերից սկսելու են աշխատել, հավատեք ինձ, իրանց հետևից այս հանրահավաքը Սրբազան շարժման նման ծայ նորից, այսպես ասած, փլզվելու այդ ամեն ինչը ու ոչ մի բան չի ստացվելու։ Ու երկրորդ խորհուրդը ես որ կտամ, ու ես գիտեմ ոչ դրսի ուժերը դեռ չկան։ Դրսի ուժեր չեք տեսնում։ Չկան, ընդհանրապես չկա։ Դրսի ուժերի հետ կապ չունեն։ Սենց ասեմ, այս բային շատ մաքուր շարժում է դա։ Շատ մաքուր շարժում։ Չնայած փորձում են, այսպես ասած, դիսկրեդիտացիան, կեղտոտեն այդ շարժումը, տարբեր բաներ են հայտարարում, բամբասակներ, բայց այս բային ես հաստատ գիտեմ, դրսի ուժերը այնտեղ չեն մասնակցում, չկան, ընդհանրապես։ Չնայած շարժման մեջ կարող է մարտելին խոսք ունենալ, մեկը Ռուսաստանն է սիրում, մեկը Եվրոպա է սիրում, մեկը Ամերիկա է սիրում, չորրորդը կարող է Նիկոլին է սիրում, հինգերորդը կարող Պողոսյանն էլ սիրի։ Կարող մարտիկ կան, բայց հաստատ դրանք այս բային ոչ մեկի հետ չեն համագործակցում։ Ոչ դրսի ուժերի հետ, ոչ ներսի ուժերի հետ։ Բայց հանդիպումներ են լինում ընդդիմության հետ, հանդիպում կա կառավարության հետ։ Կառավարությունը դրանք պարտադիր պիտի հանդիպեն, որովհետև սոցիալական հարց են բարձրացնում, բաղում է պիտի գնան։ Տիգրան Խաչատրյանի հետ այդ զրույցը եւ այլն։ Հա, դրանք պարտադիր պիտի իշխանության հետ պայմանավորվեն, ինչ որ։ Որում հանձնաժողով պետք է կազմեն մշակութային, սոցիալական այդ խնդիրների։ Այո, տարբեր ուժերի վրա պիտի աշխատեն, որովհետև դրանք են որոշողը, այս բային ցավոք սրտի դրանք են որոշում։ Բայց մնացած ուժերը դրանք ուզում են օգտագործեն, միանան, այսպես ասած մի հատ բան կա, պերիխվատ անեն, մի հատ վերցնեն, այս շարժումը ու գնան իրանց ճանապարհով, այդ ամենավտանգավոր քայլը ու ես հույսով եմ, որ դրանք թույլ չեն տալու, ու ինչքան ես դեռ մարդկանց ճանաչում եմ, դրանք թույլ չեն տալու։
որ իրանց օգտագործեն։ Նու սենց ասեմ, ես չեմ կարամ վստահաբար ասեմ 100% այդ շարժման մեջ մարդիկ սաղ մակորեն ուղացնիվ են, չեմ կարամ, որովհետև մարդիկ կան, որը չեմ ճանաչում, կա որ ճանաչում եմ ու գիտեմ հնարավոր չէ որ իրանց ճանապարհից շեղվեն, բայց բոլոր դեպքերում փորձելու են ձգել, առնել, ոչ թե սադրանք, կարող առնեն, կարող առաջարկություններ անեն, փորձելու են։ Դրանք սոցիալական խնդիրներ լուծելու առաջարկներ են լինել։ Տարբեր։ Կարող է մեկի վրա կոմպրոմատ կա։ Այսինքն իրավական։ Կարող է սոցիալական։ Էլ առևտուր գնալու, պարոն Պողոսյան։ Չէ, փորձելու են։ Բայց ես դեռ մարդկանց եմ ճանաչում, մի քանի հոգի, որ դրանք թույլ չեն տալու։ Պիտի հաստատ։ Իսկ եթե շարժումը մնում է մաքուր, շարժումը ինչի կարող է վերածվել։ Հարցերը լուծվեցին, վրանը հանելու են եւ գնալու են ամեն մեկը իրենց գործերով։ Նախ եւ առաջ դրանք 12 կամ 11 12 կետանոց 12 կետ են դրել, չէ, պահանջ են դրել։ Հա։ Այդ 12-ից 11-ը չեն անելու։ Ինչու՞։ Չեն անելու։ Իրանց ասել են նախ եւ առաջ արդեն։ Այն որ հետադարձ չի լինել 40+10 ենթադրենք։ Այսինքն իմ տվյալներով իրանց ասել են մի հատ հարց են քննարկում, այդ սերտիֆիկատների հետ կապված, բնակարանների հետ կապված, բայց ես նորից ասում եմ 2 միլիոնով ինչ պիտի գնաս առնես ու ոնց ապրես, բայց եթե խոսքի օրինակ ընտանիքում 5 հատ մարդ ապրում կամ 4 հատ երեխա կա, սենց էլ կա, չէ՞։ Այդ մարդիկ ինչ պիտի գնան առնեն։ Շանսել չունեն։ Այսինքն այդ սերտիֆիկատը մնում է սերտիֆիկատ։ Ես նորից ասում եմ Նիկոլ Փաշինյանին, Հայաստան ունի այս հնարավորությունը, որ Ղարաբաղցիք ասում է, ես Ստեփանակերտում եմ ապրել, ես չեմ կարող գնալ գյուղ ապրեմ, ուրեմն ստեղծեք ազնաժողովը, ստատիստիկան բարձրացեք, քանի հոգի գյուղում ապրել է, քանի հոգի քաղաքում ապրել։ Ու ինչ մասնագետություն են խոսքնակ, այս մեկի այս մասնագետն էս մեկի առաջարկեք։ Խոսքի օրինակ եթե բժիշկը, խոսքի օրինակ Ստեփանակերտում ապրել, դու կարող առաջարկեք Գորիսում։ Գյուղում չէ, բայց Գորիսում։ Գորիսներ սահմաններ մարդիկ երբեմն դրանից էլ են խուսափում։ Նու, էդի օրինակի համար։ Հա, հասկանալ է, բայց քաղաքն է, չէ։ Ստեփանակերտ Երևանը չես կարող համեմատես։ Բայց ուսուցում բոլոր դեպքերում դա գյուղը չէ, էլի։ Եթե թեկուզ գյուղ եք առաջարկում, մեծ սես պայմաններ տվեք, որ բար չի կարող հրաժարվի։ Խոսքի օրինակ սենց հոյակապ պայման նախ եւ առաջ մեր հայեր են, չէ։ Այսքան դժվար ճանապարհ են անցել։ 30 տարի եղել են պատերազմի մեջ։ Ամնոր սահմաններում կրակոց եղել է, չէ։ Զոհ վիրավոր միշտ ունեցել են 30 տարվա մեջ։ Հիմա մեկ չեն այդ մարդիկ, այսքան ամեն ինչ կորցրել են, եկել են մեր Իրան հայրենիքն է դա։ Նույնիսկ Հայաստանը ազնագիրով են դարձել գտնվում են։ 100,000 այդ ի՞նչ է։ Մենք կարանք թեկուս ստեղծենք մի հատ հիմնադրամ Հայաստանը, մի հատ մարաֆոն անենք, դիմենք ամբողջ Սփյուռքին, կարանք այսքան գումար ավակենք, մի հատ կարանք փոքր Ստեփանակերտ սարքենք Հայաստանում, նույն Լորիում, մի հատ նոր քաղաք ստեղծենք իրանց համար։ Նույն գումարները որ տրվում են, հնարավոր չէ ինչ որ Դա շատ փոքր գումարներ է դրվում, խոսքի օրինակ եթե դուք 50 միլիոն որ կամ 10 միլիոն տալիս են, 5 միլիոն Ֆրանսիա տալիս, 11 միլիոնից մեկն Եթե վերցնում եք, բաժանում ենք 100,000-ին, ստացվում է ամսական ամեն մեկը ստանում է 50 եվրո։ Խոսքի օրինակ։ Դա բան չի։ Բայց եթե մենք կոչ ենք անում, հիմնադրամ ենք ստեղծում, չէ՞։ Ու Սփյուռքին դիմում ենք, ասում ենք փոխանցեք այս գումարը։ Մի հատ փոքր քաղաք ենք ստեղծում։ Դա հնարավորություն կա։ Կամ ինչ-որ շենքեր կառուցում եւ ինչպես իրենք են խնդրում համայնքները պահպանվելու համար։ Այո, մենք կարանք minimum 200-300 միլիոն դոլար փող հավաքենք, մի քիչ էս կեսել Հայաստանը կտա, կարանք մի հատ փոքր քաղաք ստեղծենք։ Այսինքն ցանկության դեպքում իշխանությունը կարող է այս հարցը լուծել, արցախցիների խնդիրները կլուծվեն։ Եթե մեր վրանը կվերանա եւ արցախցիների այդ նկատմամբ այդ ատելությունը, այդ ագրեսիան, ամեն ինչը կարող է հարթել իշխանությունը իր գործողություններով։ Դա իսենց ասեմ, եթե աջողվի մեր մոտ մենք գանք իշխանության Բայց մինչև ձեր գալը գուցե արցախցիները արտագաղթեն, եթե այս հարցերը չեն լուծում, այդ դեպքում ինչպես ենք անելու։ Չէ, ես ասում, եթե մենք գալիս ենք 2 տարվա մեջ, այդ սա հարցերը
մենք կլուծենք։ Պարոն Պողոսյան, Արցախին ինչպես պետք է վստահի նույն այս իշխանության ներկայացուցիչը Ստեփանակերտում կամ Շուշիում այլ խոստումներ էր տալիս բնակչությանը։ Արցախցի ինչ շատ լավ գիտեն նախ եւ առաջ։ Ու միտինգի ժամանակ օգտագործելով այդ փաստը։ Ոչ թե օգտագործելով։ Ես ոչ մի բան չեմ օգտագործում։ Ես միշտ իմ ազգի համար ազնիվ եմ։ Դրանք իմ զգուշացումները լսել են միջև պատերազմի 20 թվականին։ Ես որ ասել եմ Արայիկի հետևից չգնաք։ Դրանք միշտ լսել են, ինչքան ես փորձել եմ ու արել եմ ամեն ինչը, որ մենք Ղարաբաղը փրկենք։ Նույնիսկ պատերազմից հետո 23 թվում են ադրբեջանցիք են ասում դեղ։ Ձեր անունը դատարանում հնչել է։ Ահա։ Ուրեմն ու դրանք գիտեն, որ ես ամեն օր ու ամեն անգամ ասել եմ իրանց մասին մտածելով եմ ապրել։ Այսինքն ամբողջ մեր հայրենիքի մասին, Արցախել մեր հայրենիքն է, դա մեր մարզն է, ասենց ասեմ։ Ես Արայի կառուցության չեմ, դա հաստատ դրան գիտեն, որ եթե խոսք եմ տալու, դա հաստատ Ոչ Սաղավեր Շահրամանյան։ դա միլիոն% ոչ Բակոն եմ, ոչ Արկադյան եմ։ Դրան գիտեն, եթե մենք խոսք տանք, մենք դա կանենք։ Բայց ցավոք սրտի հələ մենք չենք, դրանք են։ Ու ես ասում, այս 12 կետից դրանք մի հատ կետ են քննարկում այս սերտիֆիկատների հետ կապված։ Բայց ես ճանապարհը ցույց եմ տվել, մենք կարանք դիմենք Սփյուռքին, կարանք բազմատիվ քանակով փող հավաքենք։ Ու թեկուս Լորիում, որովհետև մի քիչ մոտիկա է իրան Կոլորիտո բնության։ Այո, մոտիկա Արցախին, ու կարանք դեռ մի հատ սիրու մեծ կահսակենք, միջև մենք հետագայում հետո մեր հարցերը Ղարաբաղի հետ չլուծենք։ Այդ հնարավորություններ ունենք, եթե կառավարությունը ճիշտ աշխատի, գրակետ, պրոֆեսիոնալ ձևով աշխատի։ Եվ ցանկություն ունենա։ Ցանկություն էլ։ Դրանք գիտեք, ստեղից մի հատ մոմենտ կա, եթե դաժե ցանկություն ունեն, բոլոր դեպքերում ոչ պրոֆեսիոնալ են։ Եթե ես չեմ ասում, վարչապետն ասում։ Վարչապետն ասաց եւ երեք էլ հայտարարեց, որ բացի նրանից, որ չունեն կադրը, նաեւ տգետ են։ Զորոյական բանում են գտնվում։ 7 տարի։ Այդ բան կա, որ երկրորդ տարի ես մնում, չէ՞, դպրոցը ոսում, այդ 7 տարի են մնում, այդ ես այլասես բան չեմ լսել։ Դու ամենակարևորը տենց է, որ մարդիկ կան պատվերով փորձում են կեղծ շպրտել այդ շարժման վրա, ես ասում եմ, դեղ նախկիներ չկան, դեղ հալավոր չկան, ու աստված տա, որ սենց էլ շարունակեն, երկրորդը, երրորդ ուժ դեղ չկա, շատ իրանց ազնիվ ու մաքուր են պահում, ու չի փորձեն ներկայացնել, որ էդի մեծ վտանգներ է բերում այդ հանրահավաքը Հայաստանի համար։ Ընդ որում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, չէ, որ այնինչ արեցիք Ղարաբաղում, ձեզ չի հաջողվի անել Հայաստանում։ Ահա, ուզում եմ Դրա ասել, համար եմ հարցում, արդյոք այդ շարժումը, այդ սոցիալական խնդիրների մասին խոսող շարժումը Ալեն հետագայում Սիմոնյան- կարող է ինչ-որ վերածվել մեկ այլ, ես նոր ասեցի, չէ, մի քիչ առաջ եթե իհարկե չօգտագործեն։ նորից ասում եմ, մենք էլ փորձենք ամեն ինչ անենք, որ իրանց չօգտագործենք, Եվ չօգտագործեն։ իր նպատակին ծառայի այս շարժումը։ Այո, բայց նայեք, Ալեն Սիմոնյանը որ sense բաներ է հայտարարում, մենք չփորձենք, մենք լսեք, դուք ամեն ինչ արել ենք, որ այս իրավիճակը ստեղծվի Հայաստանում։ Ղարաբաղը ես չեմ կորցրել նախ եւ առաջ։ Այդ առաջին, երկրորդը Ալեն Սիմոնյան ազգի անունից իրավունք չունի խոսալ, չնայած որ ազնաժողովին բանա պարլամենտի նախագահն է, չէ՞։ Բայց ես նոր մի քիչ 15 րոպե առաջ ասեցի, որ եթե մենք վերցնենք, որ 49% մասնակցել են ու դրանք վերցրել են 53%, դա 24%, այդ նշանակում է 24% չի կարող դառնալ 100% կամ 80%, 50% էլ չեն ավան։ 49%-ից մարդիկ որ գալիս են վերցնում են 53% ասում են ազգի անունից, դա խնդալու բան է։ Դրա համար ասում Ալեն Սիմոնյան իրավունք ունի խոսալ ազգի անունից։ Երկրորդը, այս հանրահավաքը ոչ մի վտանգը Հայաստանի համար չի բերում։ Վտանգ չկա։ Միանշանակ վտանգ չկա, ընդհակառակ։ Դա շատ կարևոր է, որ այս կառավարությունը հասկանա։ Գուցե սա լինի համախմբման սկիզբ։ Ինչ։ Համախմբման սկիզբ լինի։ Այո, այո, ու դառնալու, նայեք, ասում, հենց Երևանի բնակիչներ էլ են եղել այդ հանրահավաքի ժամանակ, ոչ թե մենակ արցախցիներ են եղել։ Բռնի տեղահանվածներ, այսպես ասենք, որ չտարբերակենք։ Հա, հա։ Ազգը ներկայացել է ամբողջ, ասում, առաջի անգամ 15000 Հայաստան համար դա քիչ թիվ չի։ Առաջի անգամ ու մի անգամից 15000
Եթե դրանք շարունակեն sense մակուր ազնիվ իրանց բայել, ես ասում եմ, աջելուվա ու դառնալու է միջև 50-70, միջև 100,000 ասնելու է այս բանը։ Եթե նույն ձևով մակուր մնան, դեղ նրբություններ կան մեջը, նու ոնց են կազմակերպում տեխնոլոգիաները հետ կապված բաներ։ Իշխանությունները թույլ կտան, որ իրենց քթի տակ այդպես այդ մաքուր շարժումը զարգանա, նայեք, առողջ ուժերով, երրորդ ուժերով։ Նայեք, իշխանության համար ավելի ձեռնատու է կամ ելնելու է, եթե ելնելու է Հայաստանում մաքուր երրորդ ուժ, կամ այն ինչ որ եղել են նախկիններին։ Այս իշխանության համար երրորդ ուժ ավելի ձեռնատու է, որովհետև մաքուր առողջ ուժ ինքի արիվտուրի մեջ չի մտնելու, ինքի պրոֆեսիոնալ ձևով սկսելու է բանակցել իշխանության հետ, բանակցներ է տանելու, պրոֆեսիոնալ ձևով, իսկ եթե իշխանությունը տենում է, որ խոսքինակ նախկիններ են գալիս, խոսքինակ գլուխ են բարձրացնում, այդտեղ արիվտուր է սկսելու ընդեղ երկուսով իրար հասկանում են շատ լավ, բայց ձեռնատու չի, որովհետև կորուստներ կա, մեկը մեկին չի վստահում, բայց երրորդ ուժը ոչ մեկի համար վտանգը չի ներկայացնում, երրորդ ուժը դրա համար է դասավորում, որ գա ու Հայաստանը գտնվում է շատ ցանցեր իրավիճակ, երրորդ ուժը Հայաստանի ոտքի վրա կանգնացնի ու գնալու է առաջ, դրա համար շատ կարևոր է, որ ոչ մեկը չի մասնակցի, չի փորձի օգտագործել այս շարժումը, Ալեն Սիմոնյանը իհարկե վախում է, որ կարող դառնա 50-100, ասում եք տողելու են, դա չէ, նայեք, եթե դրանք ամսի 15-ին հայտարարում են, որ էլ հանրահավաք են անում, մարտի խոսք ունենք 100,000 հոգի մարդ է հավաքում, ինչ պիտի անեն։ Թեկուզ նույն արցախցիներն են հավաքվում։ Այդքան 100,000 հավաքում են, ինչ պիտի անեն։ Ինչ։ Ցրեն։ Կարան 100,000 ցրեն։ Իհարկե ոչ։ Որ շատ ուզեն կկարողանան։ Չէ, ինչով բանակ մտցնելու են քաղաքի մեջ։ Տանկեր են մտցնելու։ Ինչ են անելու։ Կամ 13,000 ներքին զորքեր ինչ պիտի անեն։ Այսինքն դուք իրենց մեսիջ եք ուղարկում հիմա, որ ավելի լավ է հարցերը ճիշտ ձևով լուծել։ Չէ, ես ուրիշ մեսեջ եմ ուղարկում։ Ես ասում եմ, եթե դաժե լինելու է 70,000, 100,000, չփորձեք ուժ օգտագործել։ Նախ եւ առաջ sense իրավունք դուք չունեք։ Այդ առաջինը մենք հիշում եք, թե 2018-ին որ հանրահավաքը Նիկոլ Փաշինյանը հավաքեց, իրան վրա ուժ են օգտագործել, թե թեթև ձևական։ Համարյա ոչ մի բան չի եղել, չէ՞։ Ոստիկանների հետ համարյա բան չի եղել։ Խորոված են սարքել, հաց են տվել, մանգալներ են դրել հայատներում։ Ուզում ասեմ, դրանք դուք հարց եք տալիս, բայց կտողեն դա չէ։ Ես ասում եմ, եթե դրանք ամսի 15-ին հայտարարում են նոր հանրահավաքը ու հավաքում է 50-70 100,000, դրանք ոնց կարան ծրվեն այդ բան հանրահավաքը։ Չի ստացվի։ Արդեն վտանգավոր է դառնում, եթե դու ուժ ես օգտագործում, արդեն գալիս են, իրանց պահանջներ են դնում, սոցիալական հարցեր են դնում, ասում այդ հարցերը լուծեք։ Ու կարող է այդ միայն ճանապարհն է, որ 70, 50,000, 100,000 մարդ հավաքվի հրապարակում։ Այն ժամանակ դրանք կվախենան կասեն մի բան, որը չեն կարողանում այսքան տարիների ընթացքում ընդդիմությունը արդեն կասեն այդ արդեն լուրջ թիվ է Հայաստանում 100,000 արդեն եթե 100,000 Հայաստանում հավաքում է հաշվեք իշխանությունը հանձնած արդեն ոչ մեկ չի կարող ապահի այդ իշխանությունը դրա համար մի այդ շանսը իրանց մոտ է մնում որ այդ 12 կետը որ դրել են սեղանի վրա փորձենք աստիճանաբար ոչ փորձեն այ մի շաբաթվա մեջ այդ հարցերը պիտի լուծեն եթե չեն ուզում եթե չեն ուզում այդ կարող է դառնա իրանց համար գլխացավ արդեն գլխացավանքն է դառնում դրա համար ստեղ ես ասում եմ արցախցիներ իրանց ագրեսիվ չեն պահում ագրեսիվ ոչ մի բան չկա դրանք Նիկոլ Փաշինյան հրաժարականը չեն պահանջում չեն պահանջում կառավարությունը տա հրաժարական չեն ասում պարլամենտը ծրվեք բան արեք չէ չեն առաջարկում բան նոր ընտրություններ արտահայտ sense պահանջներ շատ խիստ չկա դեռ ինչ կա վախենալու բանը որ Ալեն Սիմոնյանն ասում է ինչ որ դուք արել եք Ղարաբաղում ստեղ չի ստացից երամաս թե Հայաստանից Ալեն Սիմոնյանը այս առումով շատ փոքր շատ ցածր մարդ է որ ազգային հարցերի հետ կապված այսպես տոնով խոսա արցախցիների հետ ազգի անունից նախ եւ առաջ արցախցիներ չեն սարքել դեռ Արցախում
Էդի հայոց հարց է եղել, ազգը ոտքի վրա է կաղնել, ազգը։ Ոչ թե արցախցիները կաղնել են, եկել են Հայաստան, սկսել են բզբզել։ Բայց կներեք, Լևոն Տեր-Պետրոսյան արցախցի է, չէ։ Աշոտ Մանուչարյան արցախցի է, չէ։ Վազգեն Սարգսյան արցախցի է, չէ։ Վազգեն Մանուկյանը արցախցի է, չէ։ Կարեն Ջեմերչյան արցախցի է, չէ։ Այսինքն բայց Հայաստանը ով այդ հարցը բարձրացրեց։ Էր Արցախն է բարձրացրած, չէ։ Այսինքն ինչ է նշանակում, ինչ որ դուք արել եք Ղարաբաղում, ստեղ չի անցնելու։ Բայց կներեք, դուք այսինքն առաջին նախագահի դեմ եք դուրս գալի Աշոտ Մանուչարյանի դեմ, Կարեն Ջեմերչյան, Վազգեն Մանուկյան, ու սենց Վանոս Երդիյանի դեմ, Բաբկեն Արաքսյանի դեմ, Գրանդ Բագրատյանի դեմ, իմ դեմ։ Չհասկացա։ Ստեղ ինչ կապ ունի Ղարաբաղը։ Հասկանում եք, չէ, այդ ռուսերեն մի հատ բան կա, հայերեն օգտագործել, մուտիլովկա են անում։ Այդ իրոք մուտիլովկա ուրիշ բառ ստեղ չկա։ Արցախը ինչ կապն է։ Հայաստանը այդ հարցը բարձրացրեց, նախ եւ առաջ։ Սիլվա Կապուտյանը։ Հա, բայց դու մոռանում եք, որ Արցախում էլ ամեն դեպքում սկսվեց։ Հա, բայց ընդեից չի եկել ստեղ, չէ։ Հայաստանը ոտքի վրա չի կանգնել, 1 միլիոն մարդ ազատության հրապարակում 1 միլիոն մարդ։ Հա, բայց որ ինչից հետո կանգնեցինք։ Հետո այդ չի նշանակում դրանք են ստեղծել ստեղ։ Դրանք դեղ են գլուխ բարձրացրել են Ղարաբաղում, չէ։ Այո։ Երևանցի կարան տանինստեն սուրճ խմեն։ Ա դուք նկատի ունեք ինչու այն ժամանակ կանգնեցին ի աջակցություն եւ միացում։ Այո։ Մեր ազգի համար միացումը շատ կարևոր, շատ խոր բան է։ Այդ այսինքն եթե մի հատ քաղաքական գործիչ ասում է ինչ որ դուք ընդեղ ստեղ, բայց չհասկացա, ես կան մարտողոնն եմ տվել։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է Ղարաբաղյան շարժումը պետք է այսքանով համարենք։ Նիկոլ Փաշինյանը հավաքեց 24% բան, 49%-ից եթե մենք վերցնում ենք ու ամբողջ 100%-ից 24-ա կազմում։ Ու նայեք, սենց բան ասեմ, ոչ մի քաղաքական գործիչ, եթե Հայաստանում կմասնակցի խոսքյունակ ընտրությունների ժամանակ 80%, 80% ես դու վերցնում ես 60% կամ 55%, դու այս մոմենտում դու իրավունք ունես ասես ազգի անունից, իրոք ազգն է ընտրել։ Դրանք այս իրավունքը չունեն։ Նորից ասում, սահմանադրության օրենքով այս իրավունքը ունեն դրանք։ Որտեղ սահմանադրությունը գրած է, ուզում ես 20 հոգի գա մասնակցի, 51%-ը վերցնում ես, դառնում ես վարչապետ։ Բայց այս 49%-ով բաժանում եք 24-ը դառնում ամբողջ իրավունք ու շատ խոր հարցերի հետ կապված ոչ մի քաղաքական գործիչ, երկրի ղեկավար ազգի անունից իրավունք չունի խոսալ։ Նույն ցեղասպանության մասին, Արարատի մասին, Արցախի մասին, էդի Նիկոլ Փաշինյանը չի ստեղ։ Նույնիսկ պրոֆեսիոնալները, թե միայն պետք է պրոֆեսիոնալները խոսեն։ Ոչ թե պրոֆեսիոնալ, ազգն է որոշողը, ազգը։ Եթե ազգը գալիս է միանում է հանրահավաքին, նայեք, 20 թվի մասին ես բան չեմ ասում, չէ։ Սարկովի է եղել այս եղաշրջումը, Սարկովիչ եղել այդ հեղափոխությունը, հա, 20 թվին։ Բան չեմ ասում։ Համարյա ազգի կեսը դուրս է եկել, չէ։ Կարանք ասենք, հա, իրոք Նիկոլ Փաշինյանն ազգը բան է տվել, մանդատ է տվել, ինքը գնում է խոսում, բայց 21 թիվ, չէ։ Այսինքն ոչ է 20, 18 թվին, որ 18 թվականին ընտրություններին այդ ամեն ինչը մենք իրավունք Նիկոլ Փաշինյանն ասում է ազգը մանդատ է տվել։ Ու դրանք այդ բառը շատ են օգտագործել, մենք ազգի մանդատի անունից ենք խոսում։ Հիմա 21 թվից այս մանդատը սենց ինչ որ եղել է այն ժամանակ 600,000 հոգի մարդ ձայն է տվել իրանց։ Այս չկա արդեն։ Դրանք էլ շատ լավ գիտեն, դրա համար այս պահին սենց ասեն մենք ազգի անունից ենք խոսում, իրավունք չունեն։ Դրա համար ես ասում եմ, նորից ես ազգին զգուշացնում եմ ու ասում եմ, այս հանրահավաքը Հայաստանի համար բացի օգուտից ոչ մի բան չի բերում։ Նույնիսկ արցախցիներ, որ հարցեր են, սոցիալական հարցեր են բարձրացնում, նույնիսկ ձեր սոցիալական հարցեր են բարձրացնում, բայց նույն հայը 30 տարի մենք սաղ միասին ենք, 1000 տարի մենք միասին ենք, Արցախը ու Հայաստանը, մեր հողն է, մեր հայրենիքն է։ Հիմա այդ մարդիկ եկել են շատ ծանր իրավիճակում են։ Կարող է Հայաստանի բնակիչներ, որ ստեղ ծնվել մեծացել են, նույն իրավիճակում չեն։ Մենք որ մտնում ենք հիվանդանոց, մեզ ձիրի են բուժում։ Դա պետությունը ասեց,
Էսի դու, էսի բժիշկը, գնացեք պայմանավորվեք, բժիշկին ասում ես բարև ձեզ, ոնց եք ասում շատ լավ, գնա 25,000 բուցի կգաս նորից կշարունակենք, սեցա չէ մեր համակարգը, առողջապահական։ Այսինքն այն խնդիրները, որոնց մասին բարձրացնում այն Ինչ որ արցախցին, բարձրացնում են։ այստեղ նույնիսկ տեղաբնակը ունի այդ խնդիրները եւ Ինչ որ դրանք այդ հարցերը բացատրում են, այդ նույնիսկ ձեր հարցն է, նույն բնակարանների հարցը թեկուզ նույնիսկ ձեր հարցն է, նույն իմ հարցն է, հարցն է։ ու նույնիսկ երկրորդին, երրորդին, որ ապրում է ծնվել է Երևանում։ Դա մեր ընդհանուր հարցն է, ու ես նորից ասում եմ, Ղարաբաղցի արցախցիներ, որ այդ հարցը բարձրացրել են, օգուտ Հայաստանին, նույնիսկ քաղաքական առումով, արտաքին քաղաքական առումով։ Նիկոլ Փաշինյանը շատ կարող է սիրուն ձևի օգտագործել այդ շարժումը։ Կարող ասել, նայեք, դուք ինչ պայմանների մեջ եք մտցրել։ Նայեք, ես տեղ էլ խնդիրներ ունեմ, սոցիալական։ Ինքը կարող արտաքին դաշտում, խոսքունակ Եվրոմիությունում, Եվրոպարլամենտում։ Արցախի հարցը չփակելու համար Նույնիսկ ասում եմ, տնտեսական խնդիրներ ունեմ։ 100,000-ից պիտի պայեմ, չէ՞, հիմա նայեք, ինչ է կատարում։ Դրանք հանրահավաք են անում, խոսքունակ ինձ դուր չի գալիս, արդեն իմ համար վտանգավոր է, եթե ուզում եք ես մնամ, խոսքունակ դաժե իր համար։ Դա շատ լավ բան է, որ ինքը օգտագործել է դրսում, նույն Ֆրանսիայի հետ որ խոսում է, նույն Իսպանիա, Իտալիա, Գերմանիայի հետ խոսում։ ժողովրդավար պետություն որպես Հա, ասում է, օգնեք, փող տվեք, բան անեմ։ Ինքը կարող է նույնը քաղաքական առումով կարող օգտագործել։ Նայեք, հարցակցներ պիտի վերադառնան իրանց հայրենիքը։ ուզում են վերադառնալ։ Ուզում են, ու դու վերադառնան, եկեք միասին մտածենք, ինչ համակարգ ենք ստեղծում, ոնց ենք։ Դե Ալիևը համակարգը առաջարկում է։ Չէ, ոնց ենք մենք ստեղծում ենք իրանց որ անվտանգության ապահովենք։ 1000 մի հատ մեթոդներ կա, որ այս հանրահավաքը իօգուտ Հայաստանին կարաս օգտագործես։ Նույն կոնսոլիդացված համար է, որ ամբողջ մենք միանանք արցախցիների հետ միասին, ամբողջ ազգը միավորվենք նորից, ուժ դառնանք։ Քանի որ Նիկոլ բանը Արեն Սիմոնյանն ասում է, արցախցիներ արդեն նայեք, նորից դնում են սևը ու սպիտակ։ Այսինքն ուզած արցախցիներից ստեղծում է հակառակորդ։ Այսինքն դա անընդունելի է sense բաներ օգտագործել, այսինքն ի՞նչ է նշանակում։ Ինչ որ դուք այնտեղ, չհասկացա մի վարքյան։ Հայ են, մեր հայեր իրանց սոցիալական հարցեր են բարձրացրել։ Բարի եղեք լսել, խորհրդակցել, բանակցել, Այո, քննարկել։ բայց նորից ինչ են անում, առանձնացնում են ազգին ու նորից բաժանում են ու Երևանում ու Հայաստանին ասում են դրանք վտանգավոր են։ Այ վտանգավորը դրանք չեն։ Ալեն Սիմոնյան, վտանգավորը այդքու բարերը շատ վտանգավոր մեր ազգի համար։ Եվ 0 դասարանում մնացած 7 տարի Հա, մանավանդ ում պիտի լսենք։ Այնա ձեր վարչապետը ասում, դուք զերոյական բանում եք դասարանում։ Պարոն Պողոսյան, եւ մեկ հարցել եմ, ուզում անդրադառնամ, որով արդեն ամփոփենք եւ ավարտենք մեր հաղորդումը։ Արցախի սահմանադրությունը կփոխվի, նախագահի եւ ազգային ժողովի գործունեության շարունակությունը ապահովող մեխանիզմներ կստեղծվեն։ Սա ինչի մասին է խոսում։ Էլ սահմանադրության մասին։ Արցախի։ Սա Սա հայտարարել են արցախցիները։ Արցախի սահմանադրությունը կփոխվի, նախագահի եւ ազգային ժողովի գործունեության շարունակությունը ապահովող մեխանիզմներ կստեղծվեն։ Ինչ է նշանակում սա պետության մեջ։ Նայեք, այս պահին Սա անվտանգ հայտարարություն է, նկատի ունեք թեկուզ եթե արվի, ինքը ոչինչով վտանգավոր չի։ Այստեղ արդեն կան նրբություններ։ Միջև այդ նայ, ինչ որ մենք խոսացել ենք, թեկուզ եթե դե քաղաքական հանրահավաքների շարժումը, դա նորմալ է, բան չկա, որովհետև հանրահավաքը սկզբանը բանն է դառնում, քաղաքական։ Ուրեմն, բայց այս քայլերը, այստեղ մենք պիտի մի քիչ զգուշ մնանք, դա ոչ թե արցախցիներ են պահանջում, ինչ որ որոշ մարդիկ, որ կարող է մի քիչ ցածր մակարդակ ունեն, քաղաքական առումով, այս բանը, եթե խոսքի ունակ Հայաստանում ինչ որ ստեղծում անորից Նայեք, ես չեմ ասում մենք պիտի ազգային ժողով, պատգամավորներ։ Ես չեմ ասում, որ մենք ադրբեջանցիներից պիտի վախենանք։ Բայց Հայաստանի համար ժամանակ է պետք, որ մենք ոտքի վրա կանգնենք, բանակ ստեղծենք, ուժեղանանք տարբեր ոլորտներում։ Հասարակության հոգեբանությունը առողջացնենք։ Ամեն ինչ, տնտեսական,
անվտանգություն, ամեն ինչ։ Հիմա եթե այդ բանը ստեղծում է Հայաստանի տարածքում, հիմա ես չեմ ասում նորից ինձ պիտի ճիշտ հասկանան, որովհետև մարդիկ կան, որ պոզերի բան են անում, էմոցիայով, ուրեմն ուշադիր թող լսեն։ Ես չեմ ասում, որ մենք պիտի Ղարաբաղի մասին մոռանանք։ Երբեք չէ ու ոչ։ Բայց այս պահի մենք պիտի լինենք շատ զգուշ։ Եթե մենք այս տիպի քայլերի անենք, իմ կարծիքով հիմա ժամանակը չէ այս բան անենք։ Ինչու՞։ Եթե հիմա նորից մենք Հայաստանում ստեղծում ենք Ղարաբաղի կառավարությունը, պարլամենտը, ընտրում են նախագահ, ընտրում են վարչապետ Ղարաբաղի, ու այստեղ շենքեր են վերցնում, այստեղ նստում են, նիստեր են հասկացնում, ես ցես վստահաբար Որտեղից են աշխատավարձ ստանալու։ Ну, երևի հարավաղցի հարուստներ էլ կան, կարան գումարով էլ օգնեն։ Եթե այդ հարուստները կան, ինչու չեն օգնում։ Տեսնում եք հարցից հարց է առաջանում։ Մի բանը, որ դուք 100,000-ին պիտի միլիարդներ ծախսեք, մի բանը, որ դուք 100 հոգի մարդ եք պահում, դա մի քիչ ուրիշ գումարների մասին եք մենք խոսում։ Բայց այս մոմենտին Ադրբեջանը կարող օգտագործի այս բանը, որ Հայաստանի տարածքում տարածքային պահանջներ կա, շատ մեծ արիտ են ստանալու ու պատճառ ու կարան հարձակվեն։ Իսկ մենք նրան էլ առիթ է պետք։ Այո, մենք այսօր ժողովուրդը պիտի հասկանա, այսօր մենք պատրաստ չենք։ Ես ձեզ վստահաբար ասում եմ։ Եթե Աստված չտա այսօր դրան գնալու են առաջ, մի քանի ժամվա մեջ ալնելու այդ ամեն ինչ։ Նույնիսկ Սյունիքը։ Ուստի հորդորում եք արցախցիներին այս թեման փակել։ Ոչ թե փակել, ժամանակը չի եկել։ Խոնջորը պիտի աճի չէ, որ մենք ուտենք։ Կամ երեխան ծնվում է 9 ամսեկանից հետո, չէ։ 9 ամսից հետո։ Եթե 6-7 մի քիչ կասկածելի վտանգավոր է, չէ։ Էլ են փրկում, բայց վտանգավոր է։ Տղերք, հələ իրանց ասում եմ 9 ամիսը հələ չի անցել։ Քանի դեռ մաքուր շարժումը կա պահենք դա։ Պետք է պահեք ու այստեղ ես ոչ թե ասում, էդի պետք չի։ Հիմա ժամանակը չի, նախև առաջ։ Մենք հələ չենք ուժեղացել։ Եթե թուրքը իրանց համար պատճառներ է պետք որ սկսեն, այստեղ շատ վտանգավոր քայլ է ելնելու, շատ վտանգավոր։ Ու այս մոմենտին կառավարությունը այս քայլով կառավարությունը իրավունք ունի մեղադրի, որովհետև իրոք էդի կարող է դառնալ սադրանք։ Եվ քայլեր ձեռնարկի։ Այո, որովհետև այստեղ արդեն անվտանգության հարց է դրվում, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ թուրքը սպասում է մի հատ մեծ պատճառը։ Եվ այդ պատճառը մենք ինքներս հենց ստեղծում տալիս ենք իրեն։ Այն ինչ որ անում են, միջև այս քայլը ողջունում եմ, կողքը կանգնացեմ, կօգնենք, ինչ որ պետք է մենք պատրաստ ենք։ Բայց այս բանը ինչ որ դուք ասել եք որ դրան դա շատ վտանգավոր քայլ է, այս բային այստեղ Նիկոլ Փաշինյան իրավունք ունի մեղադրի, որ դա սադրանք է, ու մենք տալիս ենք արիթ, որ ադրբեջանցիներ հարձակեն Հայաստանի իրա։ Ստեղ sense հարցեր կա, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ գոնե մեր հետ քննարկեք, որ ճանապարհ են անցել, նախագահ շտակազմում, անվտանգության ոլորտում, բանակում, գլխավոր շտաբում, ու sense լիքը մարդիկ կան, մեր հետ խորհրդակցեք, մենք բացատրենք, ինչու հիմա չի կարելի այդ հարցերը բարձրացնել, որովհետև Հայաստանի համար այդ քայլը, այս բանը շատ վտանգավոր է։ Մնացածը արեք, այս քայլը խորհուրդ եմ տալիս ու խնդրում եմ հələ կաղնացրեք այդ process-ը։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, այսօրվա հարցազրույցի համար, հետևենք զարգացումներին, դրանք շատ են, այնպես որ կարծում եմ ականջալուր կլինեն որոշակի ձեր խորհուրդներին եւ մենք էլ կտեսնենք ապրիլի 15-ը շատ մոտ է, ապրիլի 16-ը եւ ընդհանրապես հետագայում ինչ զարգացումներ տեղի կունենան։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։